գրքեր, խաղեր ու անակնկալներ։ Այսօր Արևիկ հրատարակչության հյուրերը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին ու ազգային ժողովի падգամավորները իրենց բալիկների ու թոռնիկների հետ։ Ստեղծագործական վարպետաց դասեր, հեքիաթներից կերտված տիկնիկների պատրաստում ու ուրախ, եւ որ ամենակարևորն է ուսուցողական ժամանակ, օրենքներ ստեղծողների ու փոքրիկների միջև։ Միջոցառումը փոքրիկ հյուրերի համար արժևորվեց հատկապես Ձմեռ պապի անակնկալայցով ու նվերներով։ Նպատակը նա էր, որ երեխաները սովորեն գիրք խնդրել նվեր եւ գիրք նվիրեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ կարծես թե բոլոր նվերների ցանկում գիրքը հաճախ բացակայում էր։ Սրա նպատակը նա է, որ падգամավորները երեխաների իրենց թոռնիկների հետ, նաեւ հատուկ կարիքավոր երեխաներ եւս ներառված լինեն, նախ ներառականությունը ապահովելու համար, որպեսզի սովորեն ընկերանալ իրենց նման երեխաների հետ եւ սովորեն գիրք նվիրել եւ գիրք նվիրելու մշակույթը զարգանա։ Քանի որ ամանորն էլ հենց նվերներ տալու լավ առիթ է, մենք սա օգտագործեցինք։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունները նպատակ ունեն ոչ միայն ստեղծել տոնական տրամադրություն, այլև ապահովել երեխաների սոցիալական ներառականությունն ու ջերմ շփումը։ Սա մի ռազմավարություն է, որ պետական աջակցություն պետք է ունենա եւ շատ կարեւորելով փոքր երեխաներին հենց փոքր տարիքից բերել դեպի գիրքը եւ սա էր բուն ծրագրի նպատակը կազմակերպել այսպիսի մի միջոցառում, որտեղ ազգային ժողովի падգամավորները կլինեն այդ առաջնորդները, որոնց հետևից պետք է շարունակեն պետական կառույցները գնալ եւ հետեւել այս օրինակին։ Մենք այսօր ներառական երեխաներ էլ ունենք եւ սա պարտադիր պայման էր թե մեր կողմից, թե ազգային ժողովի կողմից, որ անպայման ներառական երեխաները եւս մասնակցեն, որովհետեւ իրենք անմասն չպիտի մնան։ Միջոցառմանը մասնակցող падգամավորներն ու հյուրերը կարևորեցին երեխաների մոտ գրքի հանդեպ սեր արթնացնելու նման նախաձեռնությունների շարունակականությունը։ Ինֆորմացիոն այս տարաշրջանում, երբ որ մարդիկ ավելի շատ հնարավորություն են տեսալ լսողական եւ կարճ նյութերի, որտեղ ինֆորմացիոն քանի որ շատ է, նախընտրում են ավելի կարճ, ավելի ինֆորմատիվ նյութեր նայել եւ այդ պայմաններում պետք է տարբերակ գտնել գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, որովհետեւ կարճ նյութերը ինֆորմացիա կարող են փոխանցել, բայց այդ են հետաքրքրությունը եւ այն ունակությունները եւ այն գիտելիքները եւ այն հմտությունները չի փոխանցելու երեխաներին, ինչ կարա փոխանցի գիրքը։ Ես դարի սերունդը կասեր ես հին մարդ եմ, որովհետև ես սիրում եմ իսկական գիրք կարդալ, հա ոչ թե էլեկտրոնային տարբերակով, այլ սիրում եմ էջերը թերթել, մատիտով ինչ-որ նշումներ անել, եւ երբ որ իմացա, որ միջոցառումը հենց գրախանութ սրճարան միջավայրում է անցնելու, մի անգամ համաձայնվեցի, որովհետև ինձ համար հենց այդ գրախանութի միջավայրը, գրքերի միջավայրը, գրադարանային միջավայրը շատ հոգեհարազատ է, իմ ամբողջ մանկությունը անցել է գրքեր կարդալով, ուրախություն պետք է ասեմ, որ արդեն իմ երեխաներն էլ են նախընտրում հենց թղթե տարբերակով գիրք կարդալը։ Համար այսօր իրենց հետ եմ։ Շատ սիրում եմ երեխաների համար կարդամ սարսափ տիպի, որ երեխաները վախենան։ Այսպիսի հեքիաթներ եմ ես շատ սիրում երեխաների համար։ Եթե չափն էլ քիչ ալնում, ես հորինում եմ ու Մարիամին այդպիսի հեքիաթներ եմ պատմում։ Սարսափ, որ ասենք ինչ-որ հրեշ կամ բարմալի գալիս է ուզում է երեխաներին ուտի, բռնի, տանի բանտ գցի ու հենց երեխաները ինչ-որ մի բան ճիշտ են անում, այդ չարերը պարտվում են, որ երեխաները պատրաստ լինեն կյանքին։ Երեխաների համար այսօրը հիշարժան կլինի ոչ միայն ստացած նվերներով, այլև ստեղծագործելու ու տոնն ընկերների հետ կիսելու հնարավորությամբ։ Ես շատ սպասում էի Ձմեռ պապիկին։ Ես չէի սպասում, որ այսօր տոնական շոու էր լինելու։ Ես սիրում գիրք կարդալ։ Ազատ ժամանակից որոշ մասը ծախսում եմ գիրք կարդալու վրա։ Ես սիրում նոր տարին, որովհետև շատ կախարդական օր է։ Երազանքներ են կատարվում։ Ես գիտի, որ մամաս իմ համար է անում ու ես միշտ արտում ինչ-որ տաք զգաց, ինչ-որ տաքություն, լավ ուրախություն։ Կիսատները
Քնում եմ, պատրում եմ պապաները, մամաները։ Կարդում են գիրք։ Ամանորյա այս միջոցառումը, որը կազմակերպվել էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաների համար ուշադրությունն ու հոգատարությունը նոր տարվա տոնին ամենաթանկ նվերներն են։